Փառք Տիրոջը, Աստծո ժողովուրդ, սրտումս գոհություն կա սրտումս, որ այսօր այստեղ եմ, որ կարող եմ ձեզ հետ շնորհակալություն հայտնել Տիրոջը, շնորհակալություն հայտնել Տիրոջը իմ կյանքում բոլոր բարիքների համար։ Ես շնորհակալ եմ Տիրոջը, ինչու, քանի որ ես ծնվել եմ այստեղ։ Դե իմ ապաշխարությունը սկսվել է այս եկեղեցում։ Այստեղ այս նկուղում, տնային խմբում 2008 թվականի դեկտեմբերին Տեր Աստվածը ինձ շնորհեց ապաշխարություն եւ փառք Աստծո։ Հետագայում եղբայրները ինձ փոխադրեցին Պաչույկա եւ ես այնտեղ եմ անցել իմ վերականգնումը, այնտեղ Տեր Աստված ինձ տվեց ավելի բարիքներ, ավելի շատ շնորհ։ Ես պարզապես կցանկանայի այդ ամենի մասին վկայել։ Պարզապես վկայել, թե ինչ արել Տեր Աստվածը իմ կյանքում, նրա մեծ փառքի մասին։ Ինչու՞, քանի որ մինչ այդ ոչ ոքի չէր հաջողվել փոխել իմ կյանքը։ Իմ անունն է Սերգեյ, ես ծնվել եմ 71 թվականին, գրեթե 42 տարեկան եմ։ Այդ 42 տարիներից մինչև 38 տարեկանը ես կարելի է ասել գտնվում էի կյանքի հատակում, ամենաներքևում։ Ես գտնվում էի անեծքի տակ։ Ես նույնիսկ այդ ժամանակահատվածը չեմ կարող կյանք անվանել։ Ինչու՞, քանի որ ես իմ կյանքը բաժանել եմ առաջ եւ հետո։ Եվ ապաշխարությունից առաջ եղողը կյանք չէր։ Դա կյանք չէր։ Դա սարսափելի հրեշավոր գոյատևում էր։ Եվ այդ սարսափելի հրեշավոր գոյատևման մեջ գրեթե 18 տարի ես ծանոթ եմ եղել ներարկվող թմրանյութերի հետ, ես սրսկվում էի։ Դե պարբերաբար, ոչ բոլոր 18 տարիները, պարբերաբար։ Ինչու, քանի որ այդ 18 տարիների ընթացքում միաժամանակ 13 տարի ես եղել եմ անօրեն եւ եղել եմ ազատազրկված։ Պարբերաբար 4 ժամկետներով ընդհանուր 13 տարի։ Այդ 38 տարիների ընթացքում ես կորցրեցի ամեն ինչ, ինչ կարելի էր կորցնել։ Ես կորցրեցի իմ հարազատներին, ես կորցրեցի իմ մտերիմներին, կորցրեցի ընկերներիս եւ ամեն ինչ։ Եվ այդ ամենը իմ մեղքով։ Ինչու իմ մեղքով, քանի որ ես էի այդպիսին։ Ես էի այդպիսին եւ չէի ցանկանում փոխվել, չէի ցանկանում խոնարհել ոչ գլուխս, ոչ ծունկերս, ոչ մի իրավիճակների առջև, ոչ էլ մարդկանց առջև։ Եվ իմ կյանք եկավ դժբախտությունը։ Պարզապես մի ակնթարթում իմ կյանք ամբողջովին շրջվել էր։ Ես վաղ թաղել էի մայրիկիս, թաղել էի հայրիկիս, եւ հետո արդեն գտնվելով անազատության մեջ, իս 12 տարեկանում արդեն ուղարկել էին հատուկ դպրոց։ Հատուկ դպրոցից ազատվելուց հետո նորից ստացա ժամկետ եւ այդպես 4 անգամ։ Եվ ամեն ժամկետից հետո ես մտածում էի, որ վերջ, ես արդեն խելք հավաքեցի։ Վերջ, այս անգամ իմ կյանքում ամեն ինչ կփոխվի։ Վերջ, այս անգամ արդեն ամեն ինչ այլ կերպ կլինի։ Բայց ամեն անգամ իմ կյանքը ավելի էր բարդանում եւ ավելի ու ավելի վատանում։ Բանը հասավ նրան, որ օրերից մի օր ես դեռ հարազատ քույր ունեմ, որը ես նրան կորցրեցի, դե ժամկետներից մեկի ժամանակ մենք կապը կորցրեցինք եւ երբ ես ազատվեցի, դե ես ծնվել եւ ապրել եմ Արտյոմովսկի քաղաքում։ Մեր երկուսենյակ անց բնակարանը, որը մնացել էր մեզ ծնողներից, այն վաճառել էին եւ քույրս կորել էր։ Ես ոչ միտեղ չէի կարողանում նրան գտնել։ Իմ եւ քրոջս հարաբերությունները ամեն դեպքում դեռ նորմալ էին։ Դե նա իմ ավագ քույրն էր եւ այսպես թե այնպես ինձ աջակցում էր։ Եվ երկար տարիների ընթացքում ես չէի կարողանում նրա հետ կապ հաստատել։ Եվ կարճ ասած ես միայնակ մնացի։ Թմրամոլ էի եւ հերթական ժամկետից հետո ես գտնվում էի ծանոթներից մեկի տանը։ Դե դավադ բնակարան էր եւ այդ բնակարանում ես պարզապես խոնարեցի ծնկներս եւ ասացի. Տեր Աստված, ողորմիր ինձ, ես հոգնել եմ այս կյանքից, ես հոգնել եմ եւ ոչինչ չեմ կարող փոխել իմ կյանքում։ Եվ Տեր Աստվածը ողորմեց ինձ։ Տեր Աստվածը ողորմեց ինձ, եւ իմ կյանք եկան եղբայրները, հավատացյալները, որոնք նույնպես անցել էին վերականգնումը եւ գիտեին Կարիերնայի եկեղեցին, նրանք այստեղ էին եղել Կարիերնայում։ Նրանք վերականգնումը անցել էին նույնպես Պաչույկայում։ Եվ նրանք օգնեցին ինձ գալ Պաչույկա, սկզբից այստեղ Կարիերնա, իսկ հետո Պաչույկա։ Եվ ես պարզապես շնորհակալ եմ Տիրոջը։ Ես շնորհակալ եմ Աստծուն, ինչու, քանի որ իմ կյանքում դրանից հետո տեղի ունեցան լուրջ փոփոխություններ։ Գիտեք, տվյալ պահին ես կարող եմ պարծենալ միայն Տիրոջմով։ Ինչու, քանի որ իմ կյանքում ոչ երջանկություն կար, ոչ սեր։ Իմ կյանքում ոչ մի ուրախ օրեր չեն եղել, եւ ոչ մի յուրահատուկ ապրումներ, որոնք կարող է ես ապրել եւ ուրախանալ կյանքով։
Այժմ տվյալ պահին Աստծո ողորմությամբ ես ունեմ մեծ քրիստոնեական ընտանիք։ Ես ունեմ քույրեր, եղբայրներ աշխարհով մեկ, փառք Աստծո։ Փառք Աստծո կարող եմ Տիրոջ ողորմությամբ ծառայել։ Փառք Աստծո ունեմ հրաշալի կին։ Այնտեղ Պաչվիկա գյուղում Աստված ինձ եւ կնոջս օրհնեց։ Նա այնտեղ աշխատում է դպրոցում, ուսուցչուհի է, փառք Աստծո։ Այնպես է ստացվում, որ մի փողոց այն կողմ նա դպրոց է գնում աշխատանքի, իսկ հաջորդ փողոցում երկու տուն այն կողմ ես եմ գնում վերականգնողական կենտրոն ծառայության։ Փառք Աստծո։ Ունեմ հրաշալի ծառայություն, նույնպես օգնում եմ այնպիսիներին, ինչպիսին ես էի անցյալում, անօրեններին, թմրամոլներին։ Եվ փառք Աստծո, դա այն է, ինչ իրոք կարող եմ անել։ Եվ գիտեք, եղբայրները բոլորը խոսում են գոհության մասին։ Եվ ես նույնպես գոհանում եմ։ Եվ միտք առնելով ինձ համար պարզապես հասկացա, թե ինչ է գոհությունը։ Գիտեք, գոհությունը դա պատասխան գործողությունն է, պատասխան ռեակցիան է Աստծո գործերին։ Գիտեք, իսկ Աստծո գործերը իմ եւ ձեր կյանքում կարելի է տեսնել միայն հավատքի աչքերով, այլ կերպ չի ստացվի։ Եվ համապատասխանաբար, եթե իմ սրտում կա գոհություն, նշանակում է ես տեսնում եմ Աստծո գործերը։ Իսկ եթե իմ սրտում չկա գոհություն, անպայման այնտեղ տրտունջ կհայտնվի։ Անպայման այնտեղ ուրիշ բան կհայտնվի, քանի որ սիրտը դատարկ չի կարող մնալ։ Այդ պատճառով թող Աստված մեզ օրհնի, որպեսզի մեր բոլորի սրտերում լինի գոհություն, եւ թող մեր հավատքի աչքերը տեսնեն ամեն ինչ, ինչը Տեր Աստվածն է անում մեր կյանքում։ Ես նաև ունեմ երեխա, երեխան 11 ամսական է։ Փառք Աստծո, մենք ուշ ունեցանք երեխան, բայց փառք Աստծո Աստված ողորմեց։ Մենք նրա անունը Դավիթ ենք դրել։ Նա արդեն շուտով 1 տարեկան կդառնա։ Ես չգիտեմ, գիտեք, հիմա երբ ես արթնանում եմ, ես ուրախանում եմ։ Ես արթնանում եմ եւ ունեմ օրհնություն։ Եվ վերջերս հաց կտրելու ժամանակ Դավիթը ձեռքերիս վրա էր։ Եվ իմ սիրտը պարզապես փլուզվեց։ Ես ասացի. Տեր, սա քո օրհնությունն է, սա քո օրհնությունն է, որի շնորհիվ դու վերցրեցիր այս անզգամ, այս ոչ ոքի պիտունի անձը, պարզապես հարություն տվեցիր, կյանք նվիրեցիր ամեն բարիքները, ինչ անհրաժեշտ են կյանքի համար, ընտանիք նվիրեցիր այս երեխային։ Ես կանգնած պարզապես գոհանում էի Աստծուց։ Ես ասում էի, գոհանում եմ Տեր, այն ամենի համար, ինչ արել ես իմ կյանքում։ Եվ գիտեք, հիմա ինչպես եղբայրներ ասում, մեր գոհությունը պետք է առավել շատ լինի։ Այն պետք է լինի ոչ թե խոսքերով, այլ գործով։ Եվ թող Աստված մեզ օրհնի, որպեսզի մեր սրտերը միշտ գոհունակ լինեն։ Եվ գիտեք, կցանկանայի պարզապես կարդալ մեկ խոսք։ Դա Եփեսացիների 2-րդ գլուխ 8-րդ խոսքն է։ Որովհետև շնորհով եք դուք փրկված հավատի միջոցով, եւ սա ոչ թե ձեզանից է, այլ Աստծո պարգևն է։ Փառք Աստծո, եւ գոհանում ենք Աստծուց իր շնորհքի համար, եւ այն հավատքի համար, որ այդ շնորհքի մեջ է։ Եվ գոհություն Աստծո, որ ես եւ դուք կարող ենք տեսնել Աստծո գործերը մեր կյանքում։ Փառք Տիրոջը, թող Աստված մեզ բոլորիս օրհնի։